Ան չերևակայեց, թե Հիսուս մերելներեն հարություն արած է, այլ գարձեց, թե մեկը արած դեղափոխած էր անոր մարմինը։ Անկնած պատմելու Պետրոսին եւ Հովանեսին եւ անոնք ալկացին ստուգելու։ Անոնք նույնպես քերեզման չկացին գենթանին փնտրելու համար։ Անոնք ակնկալեցին գտնել մերած դիակը։ Այսպիսով Հովանես եւ Պետրոս վազեցին դեպի Հիսուսի քերեզմանը։ Հովանեսին առաջին նայվածքը վարապ քերեզմանին ապացույցին զինք համոզեց, թե Հիսուս մերելներեն վերադարձավ։ Ան տեսավ փարացիորեն ստուգեց ապացույցը եւ հավատաց։ Հովանու 28-ը։ Պետրոս եւ Հովանես դուն դարձան, բայց Մարիամ Մագդաղենացին մնաց այնտեղ լալով քերեզմանին կով։ Ետքը ան առաջին անգամ լալով նայեցավ քերեզմանի մեջ եւ տեսավ երկու հրեշտակներ նստած էին, ուր Հիսուսի մարմինը դրված։ Եվ գարձես ասիգա բավարար զարմանք չլալով, ան յետև դարձավ եւ տեսավ Հիսուսը, որ գեցած էր իր ետին, ան չջանչցավ զինք։ Հավանաբար որովհետեւ ան չհավատաց, թե Հիսուս մերելներեն հարություն արավ։ Զինք համոզելու համար անհրաժեշտ էր, որ Հիսուսն էր, որ իր անունը կկանչեր։ Մարիամ ջանչցավ իր դերը եւ վարդապետը եւ վազեց դեպի անոր։ Հիսուս խնդրեց իրմե, որ իրեն չտպչի, որովհետեւ ան դագավին հորոքով չեր ելած։ Աստծո կահինքով։ Դեր Հիսուս ներկայացուց իր արյունը եւ անիգա դարձավ ողորմության աթոռը բոլոր ժամանակներուն համար։ Անոր արյունը հիմա այնտեղ է, որբեսի մեզ հիշեցնե հավիտենականության ընթացքին այն քինը, որ ան վճարեց մեզի համար։ Ամեն։